Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ, բան լթ 39 գլուխ։ Քանզի նախնական կերպարանքը իմ չարի սադրանքով և իմ ծուլությամբ ձեռքից բաց թողած իսպառ կորցրի, պիտի ցույց տամ և նմանությունն այն, որ արդի պատկերս ունի հնի հետ, թախծալի հոգուս ողորմ հեծությամբ, համայն ազգերի բազմության առաջ հրապարակավ անաչառորեն խայտառակելով, պիտի մեծաձայն ու բարձրաղաղակ բոլորը պատմեն։ Մի մատյան եմ ես, մատյան շնչավոր ըստ Եզեկիելի տեսիլքի, բարդված ներսից ու դրսից, հառաչանքներով, ողբ ու վայրով, քաղաք անպատվար և անմահարձան, տուն առանց ամուր դռնափակերի, աղ տեսքով միայն և ոչ թե համով, ջուր դառնալեղի անպետք ըմպելու, գետին անօգուտ երկրագործության, դաշտ լքված դարձած լոկ հեղեղավայր ճահճախոտերի, անդաստան խոպան ու տատասկաբեր աստվածախնամ հող եմ անձնավոր, մշակված սակայն պատրանքով դևի, ձիթենի ամուլ ու պղտակորույս, կտրատելու ծառ գոս անբարեբեր, կրկնամեռ խոսուն տունկ հուսակորույս, լիովին մարած անլույս մի կանթեղ, արդ սրա նման պիտի վերստին կրկնեմ և բազում այլ ավաղումներ, այն որ պահված են Հեգիս ամոթի դաժան պատուհաս, ատամնակրճում և անհատնում լաց եղկելուս աչքին, անողոքելի հայրական ցասում դառնացած որդուս, մեղսամած մարմնիս աննորոգելի ապականություն, ախտավոր հոգուն չարիք գտնողիս, նոր կշտամբանքներ, թշվառ գերյալիս տագնապալից ու տարտամ տվայտանք, որ պիտի հասնեն երկնային զորքից օրհասիս պահին, երբ հայտարարեն, թե պիտի այրվեմ որոմներ չոր խրձերի նման և ազդարարեն ահարկու ձայնով հուսալքվածիս անբուժելի ես։ Ահա արդարև այն պոռնկուհի քնա հրահարի խիղկատակային երգերն են սրանք, որ թափառելով, կուրծքը ծեծելով, հնչեցնում էր նա մեծ ճարտարությամբ, կսկծեցուցիչ ու աղիողորմ, ըստ առակավոր խոսքի Եսայու Տյուրոսի մասին գրած պատգամում, եթե նա դիպվածն այդքան աննշան անցքն ապագայի պատկերացնելով որպես մոտավոր, գանգատվում էր դառն ավաղումներով պես բազմակերպ, կաքավումներով կոծող կանանց պես, հապա ես կերիս, որ սպասելով տիրոջ գալստյան ստույգ անվրեպ, մնացի այսպես լրիվ անպատրաստ, որչափ ինչպիսի վհատեցուցիչ ողբեր մրմնջամ, եթե վերհիշեմ ահավորությունն այն դատաստանի, միայն վշտերս պիտի սաստկացնեմ, եթե փորձությունն իսկությամբ ցույց տամ երկյուղս կաճի, եթե կատարվող տեսարանները ճշտիվ պատկերեմ, հատուցումներս պիտի մեծանան, քանզի նախապես այդ իմանալով, գոնե ուշացած չապաշավեցի, բայց խնայիր ինձ գթած մարդասեր հզոր բարերար, ամենապարգև արքա Քրիստոս օրհնաբանյալդ հավիտյանս ամեն։ Սրտի խորքից խոսք Աստծու հետ, բան Խ. Ամենակալ Աստված, բարերար, ստեղծող բոլորի, ում կնդրի հառաչանքները ձայնից տագնապալից, և ինձ ապակա կասկածանքների երկյուղից փրկիր,
Կարող զորությամբ ինձ ազատիր մեղքի պարտքերից, քանզի քո համբավ մեծությամբ եւ իմաստությամբ անհուն հնարավոր է քո զմոտ ամեն ինչ։ Եվ քանզի հերվից տեսնելով հոգուս աչքերով ահավորաբար հանդեսը քո հանդերձյալ դատաստանների, նկատում եմ ես արդեն կանխապես ցերեկը լուսավոր հուսալու ծուպերի հետ։ Եվ արդ օրը խավար պատժապատից պատուհասիս համար, ուստի եւ չկա ոչինչ, որ լինի փախուստի համար ապաստարան, ոչ անդունդներ խորուն, ոչ վեհեր տնտակ, ոչ լեռներ բարձրաբեր, ոչ քարանձավներ, ոչ ժայռեր կարծակուր եւ ոչ ծոցոր ձեփեր, ոչ փափակներ փոսերի, ոչ հոսանքներ հեղեղների, ոչ բավիղներ խոշելի եւ շտեմարաններ հարկերի, ոչ թաքստոցներ սենյակների, ոչ էլ ծմակներ հովիտների, ոչ ծործորուն դժվար, ոչ բլուրներ բազմակտուր, ոչ քամիներ մշուշների, ոչ ծովեր անծայր, ոչ հորձանքներ սահանքների եւ ոչ ափեր հեռավոր, ոչ ողբերի ձայն, ոչ հրճեղեղներ արցունքների, ոչ շարժում մատների, ոչ ձեռքեր վերամբած, ոչ էլ պաղատանք շրթունքների, այս բոլորից սաստկադուն անճողոպտելի դու միայն Քրիստոս կարող ես փրկել բազմամեղ հոգիս, անդորությամբ քո դրությամբ ամենահնար, ուստի եւ նայր ինձ շրջապատող վտանգները անզերծանելի, դու միայն քաղցր բոլորի հանդեպ, Կենազին խաչի թախտական սրով կտրատիր բոլոր ցանցերը վերմիս, որոնք ամենուր պաշարել են ինձ մահվան գերյալիս, դուր հանգստություն սասանյալ ոտքիս թույլ ընթացողին, բուժիր հրատապ ջերմը տոչորին մերսկատը սրտին, մերժիր դիվային եւ չարարնա շշունքներին քեզ պահապանից, հալածիր անհույս մթությունը հոգու չարին կենակից, ցրի ծխամաս թանդրությունները բռնավոր մեղքերիս, կորց ու ապական ցանկությունները զազիր կրքերիս, նորոգիտ մեծիտ անվան պաշտելի փառքի լուսեղեն պատկերնի հոգիս, զորացրու շնորհիդ փարը շուշ ու կշուտ դեմքիս, մտատեսության ընդունակության դուր հողեղենիս հարմար հորինել, վերարտարվել, որ տեսնի քեզ պարզ, լուսազատ մաքրությամբ զտելով մռայլ մեղավորիս, Աստվածային կենթանյան ես երկնավոր լուսովը ծածկերով երեք պատկերներ անձիս, դու ես միայն օրհնյալ հորը թերի գովեստու հոգու հետ հավիտյանս հավիտենից ամեն, Որդի կենթանի Աստծո ամենաօրհնյալ անքնին ծնունդու հավորով, քեզ համար չկա ոչինչ անհնար անկարելի եւ որոմությանդ փառքի անսվեր շահանշները ծագեն կհալվեն մեղքերը կառացվեն դևերն ու կճնջվեն հանցանքները Կղզվեն կապանքները, խորտակվեն շղթաները, կենթանան մեռյանները, կուժվեն զարկվածները և երգերը կառողջանան, կվերանան աբականությունները, տեղի կտրան տախրությունները, կտրանջեն հեծությունները կփախչի, խավարն ու մեգը կմեկնի, կցրվի մարախուղն ու մռայլը կփարատվի, կսպարվի աղջերն ուղջի կվերան մութն ու գիշերը կանցնի, տագնապը կտարագրվի, կչքանան չարիքները ու սատությունները կհալածվեն և կթագավորի քո ձեռքն ամենակարող, քավիճդ ամենայնի, որ շեգար կորցնելու մարդկանց հոգիներն այլ ապրեսնելու Ներիր ինձ անթիվ չարիքներս քո բազում ողորմությամբ զի դու միայն ես երկնքում անճար և երկրում անզննին, գոյության տարերի մեջ աշխարհի բոլոր ծագերում, սկիզբն ամեն ինչի և ամեն ինչում ամբողջ լրումով, օրհնյալի բարձունս և քեզ օրև Սուրբ Հոգուդ հետ, փառք հավիտյանս հավիտենից, ամեն։ Իսկ երկով ասել է ասա եղբայրս ասա։ Շան, փրկության և ողորմության, քավության և նորոգության, բժշկության և առողջության, լուսավորության և կենթանության, հարության և անմահության, հիշիր ինձ երբ գաց քո արքայությամբ, ահավոր, հզոր, բարերար և ամենաստեղծ, կենթանի գովյալ ամենակատար և մերձ համորեն արարածների հեծություններին, ես էլ եմ ահա պահատում քեզ խաչակցիդ հետ, որը քեզ համար ոչ բռնված էր և ոչ էլ կապված, ոչ կախված և ոչ բևեռված, ոչ խոշտանգված էր մեծիդ անունով և ոչ անարգված, ոչ լլկված և ոչ արհամարհված, ոչ խորտակված և ոչ մահացած, այլ արքայությանը արդարների համար պահված, լույսին արժանի համարված, և դու հաստատուն ուխտի խոստումով, ամենի երդմամբ հայտնելով տրված բարիքների անփոփոխությունը, փառավորեցիր նրան,
և փրկության հույս ներշնչեցիր ինձ իսպառ լքվածից, օրհնյալ, օրհնյալ և դարձյալ օրհնյալ, ընդունելով և ինձ նույն հավատքով փրկիր կործանումից և բարձրացրու ով բարերար, բժշկիր հիվանդությունների ախտերից ողորմած, մահվան եզերքից ինձ կյանքի դարձրու ով կենդանություն, քոնն եմ նաև ես, ուստի նրա հետ ապրեցրու և ինձ ապավինություն, կենդանության շունչ ընծայիր դու ինձ հոգով մեռածից, հարություն դու կյանք և անմահություն, անպակաս բարություն, անսպառ շնորհ, անփոփոխ ներողություն, աճ ամենազոր, ձեռք ամենիշխան, մատ ամենամերձ, կամեցիր դու Տեր և պիտի փրկվեմ, ակնարկիր միայն գթությամբ և պիտի արդարանամ, ասա դու խոսքով և իսկույն պիտի դառնամ անարատ, մոռացիր թիվը իմ չարիքների և անմիջապես համարձակություն պիտի առնեմ ես, առատաձեռնիր և շուտով պիտի պատվաստվեմ քեզ, փառավորյալդ ամեն ինչի մեջ, հավիտյանս ամեն։ Ամեն։ Բան խգ Բժշկության, հմտության, ամենաթորցված հնարավորությամբ, անխտական կյանքի դու պատճառ, երկնային զորեղ թագավոր, Տեր Հիսուս Քրիստոս, Աստված իմ անանրիների, բոլոր և տեսանելիների, ահա իմ մեջ ես դու, ինչպես մարգարեն է ասում, նոր կցորդությամբ, ուստի և ես միացած քեզ հետ խոսքի դաշինքով այս բարեզարդ, թող լուսավորվեմ կրկին ողջացած, շնչով ու մարմնով, ըստ ամենայնի կարող և անհաղթ, սպեղանիների կարիք չես զգում դու, հոգուս վերքերին թաթաթաններ պատրաստելու համար, ոչ ժամանակի, ոչ միջնորդի և ոչ էլ երկարաձգի օրերի, ոչ փոփոխական դեղեր տալու և ոչ անդամահատման, ոչ էլ խարելու վերահաստատության և այլ երկրավոր դարմանումների, որոնք ենթակա են հաճախ վրիպանքի և ամենասխալ տարակուսության, բայց քեզ հոգիների և մարմինների Արարչիդ, ամենայն ինչ լուսավոր է, ամենայն ինչ ակներև, ամեն ինչ գրված, ամեն ինչ դյուրին և հնարավոր, խորհուրդը գլխավորված է, խոստումը լցված, կամքը կատարված, քո կտակն ավետարանն է, քո վճիռն ազատություն, մատյանդ շնորհ, չես կաշկանդված դու օրենքներով, ոչ էլ կանոններով շրջապատված, արգելված չես նվաստությամբ, ոչ էլ հպատակությամբ խոնարհված, չես պարփակված փոքրությամբ, ոչ էլ սահմաններով չափված, չես վրիպած բարիությունից, ոչ էլ ցասումից այլայլված, չես սխալված խստությունից, ոչ էլ խռովությունից վրդովված, չես դղրդված անգիտությունից, ոչ էլ ողորմությունից փոփոխված, չես իջել բարձրությունից, ոչ էլ օգնությունից ընկրկած, ոչ էլ փրկությունից տկարացած, սկիզբն ու լրումն ես դու ամեն ինչի և ամենայն ինչ քեզնից է,
Փառք քեզ եւ երկիր պագություն Հավիտյանս հավիտենից ամեն Ես կարամ իատերը շարունակեմ Անսահման բացատրելի հարազատ ծնունդ միակ Աստծու արարիչ բոլոր արարածների Քրիստոս թագավոր լույս խավարի մեջ մտնած սրտների մեզ հետ մարդ կատարյալ եւ առաքչիչ հետ իսկությամբ Աստված որ մեր բնությամբ քոնն ես ծանուցում հրաշապես օրհնյալ է հայրդ երկնավոր եւ անճար որ առաքեց քեզ երկնից եւ որին փառակից ես դու արարչությամբ տարագիր գերուս փրկության համար նա այնքան հոգաց որ մինչև անգամ քեզ մատնեց մարդկանց իսկ դու որ կարող էիր առանց վշտի ավարտել խորհուրդը տնօրենության հաճեցար մահվան բաժակը ըմպել մեղապարտիս հետ անթերի մարդկությամբ եւ անպակաս աստվածությամբ եւ սուրբ հոգին քո կենթանարար ինչպես որ քեզ այնպես եւ իսկակից է հորդ եւ էությամբ համապատիվ ծնողիդ հետ եւ ծնվածիդ մի երրորդություն կատարյալ անբաժանելի եւ աննահանջած երեք դեմքով անսկիզբ եւ անժամանակ բացարձակ բարերար համակ կենթանարար ամբողջապես խաղաղարար ստեղծիչ գոյությանց եւ հորինող ամենայնի անքակտելիորեն եւ մի բնությամբ փառավորված իսկ եթե գթած երկնավոր հայրը հզոր մեկ էությունից մահապարտիս հանցանքների համար զոհաբերեց իր անքնին ծոցի ծնունդը միակ չխնայելով իրեն համապատիվ սիրելի որդուն այլ կամովին նվիրեց նրան մահվան զենքերով չարչարողներին ըստ Զաքարիայի մարգարեության թե պիտի զարթնի սուրը հովի վրա եւ պիտի զարկվի հոտապետը ինքը ու ոչխարների հոտը ցրվի ինչպես նախագրողի օրինակը նուրբ եւ ուխտը խորանի եւ նվիրուն արյան սպանդի եւ խորհուրդ Աբրահամյան պատարակի որոնք կանխապես նկարագրեցին փրկություն հոգիս կեցուցիչ կամքով ուրեմն էլ ինչու ես տխրում անձին որ քո իսկ գործով եւ հոժարությամբ ես կործանվել դու եւ ոչ Աստծո կամեցողությամբ կամ ինչու ես դու խռովում սիրտ մտատանջվելով սատանայական հուսահատությամբ հուսա Աստծուն եւ խոստովանիր եւ նա քեզ համար կհոգա անշուշտ Դավթյան Սաղմոսի եւ Մարգարեի կենսախրախույս խոսքի համաձայն իսկ ստեղծողի խնամակալության չափն ու եղանակը ավելի վեր է քան հրեշտակների եւ մարդկանց մտքի կշռության սահման ու թե յուր անգամ կրկնվի դարձյալ չափելի չի լինի Զի բարձյալ Տիրոջ եւ բարերարելն է անճարելի մանավանդ որ նա մեկը օրհնված համագոյական երրորդությունից ուղարկեց մյուսին այն օրհնաբանված որը եւ մեռավ ի հաճություն իր առաքչի կամքին մյուս երրորդն ահեղ երկուսի հավանությամբ բարեմաղթում է մեծաջան բաղձանքով իսկ միևնույն բարի
իրագործությունների մեջ նրանց համամիտ միակամության ապացույցներն են հոգին կենթանու և բանականի պայծառությունը փառքի և կերպարանքն էությանը, փույթ ապրեցնելու, սթափ ողորմելու, օգնության ձեռք կարկառելու և փրկելու, պատրաստ առատությամբ, հորդ շատությամբ, զեղուն անբավությամբ, լի անվազությամբ, առթամբ երկայնամտությամբ, ճոխ և անհուսությամբ, բարձր մի երրորդություն, կատարյալ եռանձնյա, օրհնյալ հավիտյանս, ամեն։ Ամեն ապրես ասա Կարդա։ Եվ արդ որ կործանված եմ իմանց բարի հույս տնկած սրտիդ մեջ և հավատքի գոտիով պնդած երիկամների մասեր են երկու ցանկական կործանանները քո կրկնած պտոր խորհուրդների խոստովանիր բարերար Աստծու մտածածներդ որպես թե արդեն գործած մեղքեր նա խորհուրդներդ իբրև կատարվածներ անցի գնա այդհամ հա անտեսներն իբրև արդեն հայտնի սրտիդ մեջ թաքուն պահվածներն իբրև բարձրաձայն ասված ակնարկումներդ իբրև իրագործած մեղանչումներ շուրթերի շարժում իբրև չարության գործադրություն ոտքերիդ հետքերն իբրև վազք ընդդեմ Աստծո պատվիրանների ձեռքերիդ ցասկոտ երկարում իբրև արյունահեղություն անվերջ ծիծաղելն իբրև կամավոր լքում շնորհի երդում ի դեպ թե տարատեպ իբրև գործակցություն խափողին ամբարտավանություն իբրև հին կործանիչ նախաստեղծին իր բարձրությունից սրտնեղություն իբրև թերահավատություն մեղքության իբրև պարտություն զորավոր ամրության վշտակրության համար տրտնջալն իբրև ուրացություն Տիրոջ հետ արած ուխտի անսասանությունը իբրև մի թոռը անգթության ամբարհավաճություն իբրև վեհերի դեմ գոռոզացում չնչին բաներով պարծենկոտություն իբրև կամավոր հարազատություն չարագործի հետ ակամա մեղքերն էլ խոստովանիր կամովին գործած հանցանքների հետ բռնիները հավանությամբ կատարվածների հետ նորամուծությունները բնածինների հետ անօրենությունը ապաստանվածության հետ փոքրերը սատակումների և քչերը շատերի հետ անսասաններն ասա արդեն իսկ ասված իմացողին անգերելի մեղքերը իբրև տեսանողի աչքի առջև մագնիսաքարի վրա արձանագրված մեղքի համար թեթևագույն համարվածներն իբրև մեղքի համար թեթևագույն համարվածներն իբրև ստվար ու ծանր բեռներ ծածկվածների չափի
որոնումը իբրև ճշտիվ պահանջում կետի կորյունի բերանից առած սատերի турքի չորեքդամյան ծանրությամբ անդանդային գործերը իբրև Աստծո ականջին արագ հասածներ շարունակիր սրանք և կուտակիր կրկնապես հանձնառու լինելով պատմելու այստեղ վերստին սաստիկ հեծությամբ չեղածներիս իբրև արդեն եղածներ ցույց տուր Աստծուն պարտությունը քո հալածյալ անձի որպեսզի ընդունես դու փոխատուից պարտքերիդ թողություն այն մեղավորի նման որին արդարացրեց Տերը և հռչակեց հրաշափառապես և բազմապատիկ ներբողով կրկնեց գովեստը զղջման քան թե պարսավեց մեղքերը նրա բարդիր և դիզիր անձին մեղապարտ հոգուս հանցանքները կշտամբելով հուժ խոսքերով սաստիկ և նախատական քո բազմամասնյա խոհերը և գործերը ժանտ չարություն անօրենություն և սխալանք մարտահանդեսից փախուստ և պարտություն մոլեգնություն ամբարշտություն և ապշություն թմրություն և քուն արթմնի և նիրհում ընթանալիս օտարոտի խորհուրդ և նանիր խոսքեր սեր զազիր գործերի և դանդաղում նրանց մեջ պենչեր Աստծո համար ատելի աներկյուղություն անսաստություն անշիտակություն թերություն քյուրություն թուլություն ժլատություն սանձարձակություն ծաղրածություն խեղկատակություն և շարժուձևեր գայթակղեցուցիչ ու պատռողական անտեղի քաջություններ անհարմար մարտնչումներ արիություններ անօրինական հոգու խեղդումներ տատանողական երկչոտություններ բազմոստանյան ճյուղեր թափուր անպտուղ անպատկառ լկտիություններ գժտմնություններ և գժտություններ անմիտ ատելություններ և մարմաջումներ դյուրին որսացվող անկշռելի փոքրություններ խոստումնադրժություններ ուխտազանցություններ այլակերպություն նմաններից կեղծիքների քողարկումներ փառամոլության հիմարություններ հավակնություն բարձրահուն ապիրատություն եսասիրություն նախագահական տենչանք չարով հատուցում չարագործներին և դրանց հանդեպ բարբաջանք և իզուր ու փուչ կրքեր գործակցություն բանսարկուի խորամանկությունը խոսքերի շաղ տալն ու կենաց վաճառք սատակման գնով ավանդների կորուստ
ժառանգության վատնում, կապանք ձգողական երինջների լծափոկով, անխզելի բռնված անօրենություններ, մշտաթաթախ տխմարանկություններ, լքում լավերի և ենթարկում վատերի դարձի գալուց ետ վերադարձ դեպի նույն դժնություններ, նորամուտ մտքեր, օտար խորհուրդներ և անկայուն կամք, հագագային հեգեր, անասնական կրքեր, իշխանական ամենասփյուռ ընդարձակություն, և կան դեռ որոնք անգրելի են և անասելի կամ անպատկերելի: Եվ հիմա ինչպե՞ս պիտի բժշկվես, անձ իմ եղկելի, դու, որ խոցված ես այսքան տեգերով, երեսից ընկած անողջանալի այս մի տարագիր ըստ մարգարեի, զի միայն մեկն էլ վերագրյալներից բավական է քեզ սատակացնելու, դեռ թողնենք, որ դու ժանտ դահիճների այսքան խմբերով ես շրջապատված, մանավանդ սոսկ այս օրինակներով չի տրվում պատկերը տառապյալիս, այլ ինչպես վխտացող բազմություն անթիվ կարիճների, որոնք հորասական թույնը կրում են իրենց պոչի ծայրին, ինչպես մաշկեղեն մի ամանի մեջ ամփոփված, որտեղ խայթոց է նրանց, որոնք արտասուք թվում են թեև բարի անվնաս, բայց ներքուստ ունեն չարիք, ամբարներ, կորուստյան պահեստ, կսկծանքի, կույտ, աստակման գործոններ, մշակներ մահվան, այդպես են նաև ամբարված դաժան անօրենությամբ, թշվառաքրտինք թոշակները քո անձի իմ պարտական կրկին սատակման, կամավորաբար ընդունեցիր դու քո մեջ այն, ինչ որ ցանեց թշնամին աշխարհի ագարակում ցորենի վրա, ով այդ անմաքուր ամբարիշտ և ծույլ իսպառ ատելի, որին սիրելի և դուրեկան են անառակությամբ լցված ամեն ինչ, որոնք թվում է առաքյալն ինքը խիստ կշտամբանք իր այն խոսքերով բերջացրած այսպես. և նրանք, ովքեր գիտենալով հանդերձ օրենք Աստծո գործում են այսպես կամ գործողներին լինում կամակից, արժանի են մահվան, արդ ես ինքս ինձ արժան դատեցի կրկնակի պատժի, կորչելու իսպառ և սատակելու որպես մահապարտ, բայց դու խնայիր ինձ ողորմությամբ, բարեգութ, հզոր, կենդանի, կամարար, կարող և հնարավոր, օրհնյալ հավիտյանս ամեն: Օրհնվես եղբայր ջան: Տեր ողորմյա, 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 Տեր ողորմյա,
Սրբերին պսակած արդող Քրիստոս, դու որ լսապսակ ես արժանացնում քո սրբերի և կատարում ես եկեղեցիում, քեզ հավատացողների կամքն ու սիրով խաղաղություն պես նայում քո արարածներին, Սուրբ Աստվածածնի, Սուրբ Հովհաննես Մկրտչի, Սուրբ Ստեփանոս Նախապատերազմի, Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Սուրբ Հովան Երուսաղեմացու, Սուրբ Հովան Հովհաննես Երուսաղեմացու, Սուրբ Հովան Օզնեցու, Սուրբ Հովան Որոտնեցու, Սուրբ Գրիգոր Տաթևացու, բարեխոսության և քո բոլոր երկնավոր երկավոր սուրբերի և քո բոլոր սրբերի բարեխոսությամբ և աղաչանքներով թողություն տուր մեր բոլորի մեղքերին, մեզ իմաստություն տուր, քո աստվածային իմաստությունը, լույսը սփռիր մեր բոլոր քրիստոնյա ընտանիքների մեջ և բոլոր այն ընտանիքների մեջ, ովքեր քրիստոնյա են, բայց ապրում են հեթանոսի նման, մեր առաջնորդներին իմաստություն և Սուրբ Հոգու բնակարան դարձրու, մեր պետության ղեկավարներին քաջության և արիության, իմաստության հոգի տուր, և այս սրբերի բարեխոսությամբ թող Հայաստան աշխարհը լիքը բերք և բարիքներ ունենա, ջրերը լինեն օրհնված, առատ, սահմանները անառիկ, մեր զինվոր եղբայրները քաջ, անպարտելի, հրեշտակների հետ միասին թող պաշտպանեն մեր հայրենի սահմանները և մեր հոգևոր սահմանները, ամեն։ Քանզի քո աստվածային արյունով գնվեցինք և մեր սրտի խորոց աստվածային քո արյունն է, և քանդեցինք սատանայի արյունն ընդունեցինք, աղերսում ենք քեզ բոլոր սրբերի դասերով, քո սուրբ աստվածային արյունը վերականգնիր մեր սրտի խորը վտակների մեջ, որ գնվես քո սուրբ արյունով, Տեր մեր Հիսուս Քրիստոս, քո զորյալ խաչի զորությամբ, տեզերական անճարելի ստորագրությամբ փրկիր մեր հոգիները մեղավորներիս։ Խտի խորքից խոսք Աստծո, բան ձ Եվ արդ այսքան հուսահատության, Եհավեկից սրտաբեկության, Ահաբեկից սակությամբ, աստվածային բարկությամբ եթարկվելուց հետո, թախծալից ոգով, իսպար տագնապած, քեզ եմ աղաչում սուրբ աստվածածը, հրեշտակ մարդկանց մեջ, մարմնատեսի ելքերով, երկնավոր արկայույն, անխառ ինչպես օդ, մաքուր ինչպես լույս, անշախախ նման բարձրալուսյակի պատկերին, գերազանց քան սրբությունների բնական, անկոխելի, խոստացած դուվան, երանավեր, եդեմ շնչավոր, ամակենածառ, բոցղեն սրով պարունակված, բարձրալ հորից զորացած և հովանավորված, հանգստությամբ հոգու պատրաստված և մաքրագործած, բնությամբ որդու հարտարված և տաղավարված, որ համար միածին և քեզ անդրանիկ, որդի ծնունդով, Տերը տարածության, անարատ մաքրությամբ հետ, անբիծ բարի, անարատ սրբությանդ հետ, բարեխոս խնամակալ, ընդունիր աղոթն այս աղերսալիս, քեզ դավանողիս, և այն ընծային աստունի բրե պաղատանքը քո խառնելով նրա մեծիտ մարդության, իմ պաղատանքները նպղեն առաջին, հյուսիր միացրու դառն հեծություն իմ մեղքերիս, քո երանելի նվիրական խտրվածների հետ, կյանքի տունք դու օրհնված պտղի, որպեսզի քեզանից միշտ բարերարված և ապավիզած մաքրուց մաքրությամբ և լուսավորված ապրում ես Քրիստոս և որդուդ միասին Տիրոջ համար, օգնիր թևավոր, քո աղոթներով օս խոստամանած մարդ ողջինի, որ երբ դուրս ելնեմ այս երկրի հովտից, առանց տանջանքների, չարչանակների գնամ դեպի կյանք, դեպի պատրաստված օթևաններդ, թող թեթև լինի վախճանի ինձիս, ես ծանրացել եմ խիստ անօրենությամբ, Օր իմ տագնապից դարձու ինձ համար տոն ուրախության, դու որ բուժեցիր երկինքը և վայի, խնդրիր, աղաչիր, բարեխոսիր, զի անճարելի մաքրությանդ համար հավատում եմ ես, խոսքիդ կենդանի, արցունքով որդի դու վշտվածից գովյալդ կանանց մեջ, ծնկանչոք խնդրիր հաշտությանս համար, ծնողդ Աստծու, հոգատար եղիր թշվառիս հանդեպ Կորան բարձրալի, ձեր տուրընկածիս տաճարիր նայիր, և փառավորիր որդիդ քեզանով, և աստվածային հրաշագործդ ինձ, քավություն, յողորություն և քո Աստծու ախ իմ մայր, բարերար պինդ մեջ և փրկություն իմ ցույց տվիր քեզնով, որպեսզի
Եթե ինձ գտնես տիրամայր, թե ինձ ողորմես սրբուհի, թե կորուսյալի շահես անարատ, եթե խրտնածիս խնամարկես երջանիկ, եթե ամոթահարիս առաջ տանես բարեշոր, եթե միջնորդես ու սահվածիս համար միշտություն, եթե մերժվածիս ընտանեցնես Աստծո մեծարյալ, եթե ցույց տասես գտություն ես քո լուծիցը տանեսներին, եթե տատանյալիս ամրապնդես հոգիս, եւ հուզվածներս, խռովություններս, հանդարտեսներ խարարար, եթե բոլորիարիս մի ճար գտնես գովյալ, եթե ինձ համար մտնես ապավեն, մաղվանդ նահանջից, եթե դառնությունս անուշացնես քաղցուցապը, եթե բաժանված ես արկելքը քանդես հաշտություն, եթե անմակրությամբ վերացնես եղծմանդ ընդունի, եթե փրկես ինձ մահվան մատնվածից կենթանի լույս, եթե իմ լացի ձայնը կտրես երկրություն եւ խոնարհվածից կազմես կյանքի դարման, եթե կործանվածից միակ նարկցես հոգելիս, եթե ողորմությամբ ինձ պատահես նվիրական կտակ, օրդյալդ մի երգեջան կցան սրբերի, շուրթերից, որ ահա կատի մի կուսուցանդ կատի մեջս անձրով կյանք է տալիս ինձ, ով դու մայրդ բարձյալ տիրոջ, Հիսուս Քրիստոսի, Համայնք արարիչ, որին ծնեցի, կանչարորին, գովանդակ մարմնոյ ամուրտության միացության, որ փառավորյալ հորդ Եսու կողքետ, էության պատամար, անկնության մեր բնության հետ միացված, ամենայն նա, ամեն ինչու երորդության մեջ նրան բար կավիտյանը սավիտերից, ամեն։ Իր խորոտ սրտի խոսք Աստծո հետ, բան խզը 46, հավիտենական մոլորյալ եմ մի ամենապատիժ, մշտապես դժնի վայրենաբարո, ինքս ինձ անձամբ մահով կշտամբիչ, վայրագասուն ու զազիր խոզերի բոլուկ արարծող, գարշելի նվաստ, անարգ մի վարձկան, ամայաբնակ ուլերի հորան խնամող հովիվ, հոտարածների վրանների մոտ ըստ երկերքոցի ինձ պատշաճ խոսքի, որ ինքս ինձ բնավ չճանաչեցի, չիմացա ումից ում պատկերով ինչու գոյացա, ահա քեզ կրող երկու միաբան, անջատելի ոտներիդ վրա, հրեշտակաձև դու կառուցվեցիր, որ միշտ կրկնաբարձ վերասլացիք քո բազուկներով, ասես թևավոր թռիչքով միայն երկիրն հայրենի դիտես բարձունքից, ով հիմար, հապա ինչու կամովին գետնին կորացար, ու միշտ երկրային հոգսերով տարված անապատական վայրի ցիրերի կարգը դասվեցիր, ինչպես բազմաճյուղ մի կանթեղ մարմնիդ պերճ աշտանակին բոլորությունը գլխիդ հաստատվեց, որպեսզի նրա շնորհիվ երբեք չոտարանալով շնորհիվ ասեմ օրինատիպին, տեսնես Աստծուն, անանցականը իմաստասիրիս, դրա հետ նաև ճոխացար պատվով բանականության, որ քեզ շնորհված բարեմաստության հաղթանակները անկաշկանդ լեզվով պատմես բոլորին, գրելով գործուն արվեստող ձեռքեր, ճարտար մատներիդ շառավիղներով, իբրև գործակից ամենապարգև աջին Աստծո, համացեղությամբ Աստված կոչվեցիր, բաղադրվեցիր դու 360 հոդերով, իր լրում պատշաճ թվի դրանց հետ միավորելով ճանաչողական 5 զգայարան, որ անքննադատ չմնա մտքիդ տեսության կողմից, քո տեսանելի կազմը նյութեղեն, ուր կան անդամներ հաղթ ու զորավոր,
Կան, որ փոքրիկ են, բայց եւ պիտանի, որ կարծրակերտ են, բայց եւ զգայուն, կան, որ գողտրիկ են, ընտիր, պատվական, ինչպես նաեւ կան, որ կարևոր են, բայց ամոթալի։ Իսկ մեկնությունը դրա կգտնես նկարված քո մեջ, անձ իմ եղկելի, ինչպես մի անեղծ արձանի վրա ժամանակի տարն ու տարին կազմող իրարա հաջորդ թիվը օրերի, սահմանված ասես ինչ-որ օրենքով մարմնիդ մասերին համապատասխան պետք է որ պահվեն անսխալ ու միշտ անայլայլելի։ Ահա հոգևոր մի այլ օրինակ, որ նույնպես քեզնով է մեկնաբանվում, սիրո հոդերով իմի շաղկապված միասնությունը Սուրբ եկեղեցու, բոլոր մասերը եթե անխտիր, վեհը փոքրի հետ որպես համարժեք համահաճորեն չներդաշնակվեն մի լծով կապված, խաթարված կլինի Քրիստոսի Սուրբ անվան շինության ամբողջությունը, ինչպես որ ասենք մարմնի որևէ անդամը թեկուզ աննշան չնչին, եթե կտրվի, պակասի հանկարծ, կախճատվի ամբողջ կազմվածքը մարմնի, որն զգայական սենյակն է մարդու, և բուն կերպարը կենթարկվի անարգ մի փոփոխության։ Ահա այսպիսի, ինչպես և բազում, այլ անզուգական, հրաշակերտմամբ եղական պատկերն ես դու Աստծո, ով անձդին գերի իսպառ կշտամբված, ճիշտ է առաջին նմանությունից, կյանքի դրախտում մեղանչելով Սուրբ Պատվիրանի դեմ, դու կողոպտվեցիր, բայց ավազանի լույս շնորհներով, ոգու փչման հետ չէ, որ ստացար նաև պատկերի նմանությունը։ Արդ ինչու կորցրիր փառքը երկնային, ինչպես երբեմն Եդեմ դրախտում նախաստեղծը այն վիճակն երկնավոր, ինչու փակեցիր ինքդ քո ձեռքով երկինքը քո դեմ, վերելքի դուռը կողպեցիր իսպառ, ինչու խառնեցիր մաքուր ջրի հետ աղտն արցունքների քո տաժանաբուխ, ինչու լվացված ձորձը ծածկույթիդ աղտեղեցիր քո զազիր գործերով, ինչու մեղքերիդ պատմուճանը, որ մի կողմ էր դրված, անառակ վարքով հագար վերստին, ինչու ժանտերի ճանապարհներով ապականեցիր մաքրությունը քեզ կրող ոտքերի, ինչպես վերստին ուխտազանց եղար իրավադատին, մեղանչելով հին Պատվիրանի դեմ, ինչու զրկվեցիր շնորհի պտղից, ինչպես Ադամը ծառից կենարար, ինչու նենգեցիր ինքդ կամովին, հավերժությունը անստվեր հույսի, ինչպես օգնեցիր, որ անհամարձակ ամոթը սաստիկ ծածկի դեմքը քո, ինչպես զինվեցիր ինքդ ընդդեմ քեզ, որ ընդունարան խելագարության, ով ընդունարան խելագարության, ինչու որս դարձար մահվան ծուղակին, թողած արահետն ամենավստահ, ինչպես բռնվեցիր պատրանքի կարդով, հաղորդդ մարմնին կենդանարարի, սակայն դու դարձյալ հուսալով նրան պաղատիր իրեն, ապավեն ու լույս քավիչ, նորոգիչ, փրկիչ, կեցուցիչ և կենդանարար, ողորմած, հոգած մարդասեր անող, բազմագութ օրհնյալ հավիտյանս, ամեն։ Բան խե Վազգեննա։ Ահավորությունից ինչ կարող եմ ասել, եթե ոչ համրանալ և բերանս հողին, լռել սրտիս մեջ, աշկերես հարած բարի հույսին, ըստ մարգարեական խոսքի, իսկ եթե բանամ փականքը շարժվող իմ շրթունքների և կամենամ բռնադատել նրանց, որ խոսեն
խշմտանքիս ձայնը դարձյալ կթելադրի ինձ հյուսել լալագին ու կրկնակական եղերգությունը ուստի ողբակից մեծ մեղավորին, որը կամովին մահացու կերպով անօրինացավ, նրա գոչն իր հետ կրկնում եմ ես։ Կրկնում եմ և ես։ Մեղա Տեր մեղա անօրինություններիս մասին ես ինքս եմ վկայում, դրա հետ մեկտեղ հյուսելով նաև հյուսներորդ Սաղմոսի խոսքերը։ Մեղավոր հոգուս պարտքերի հաշիվը ես համարում եմ անթվելի, ավելի քան հողմից քշված հյուլենները փոշու օդում համատարած։ Մեղա երկնքի և քո առջև անառակ որդու հետ ամոթապարտ և ես հայրենի գութիդ վերադառնալով թախանձում եմ քեզ և տխրադեմ ահա քեզ մոտենալով ձայնը ողորմելի աղերսանքներիս արտոսրածին ողբերի գոչյունով քո առջև եմ տարածվում Հայր գթությանց, Աստված բոլորի, ես արժանի չեմ ոչ միայն որդի կոչվելու, այլև անվանվելու անպիտան և անօգուտ վարձկան, ընդունիր սովյալ տարագրականիս և հանցապարտիս, և նեղվածիս ու նվաղածիս տանջող ցավը քաղցի կենաց քո հացով դարմանիր դու, ընդառաջիր ինձ քո ողորմությամբ, քանզի ես նախ քեզ եմ ապավինել, հագցրու գթած և աննոխակալ, անօրինյալ մեղապարտիս զգեստն այն, որից ես դեռ նախապես կողոպտված էի, մեղքերով աղտեղված ավանդակորույս ձեռքիս մատուցիր կամքով քո ամենաառատ մատանին կնիքով համարձակության, ոտքերիս գարշապարների մերկությունը թշվառ, ավետարանի ամրածածուկ կոշիկներով պատսպարելով, ապահովիր դու օձի թույնի դեմ, զվարակդ պարարյալ երկնային, որ քո միածին որդին է օրհնյալ, ճշմարիտ մարդասիրությամբ իմ բարեկարոտ հոգուն նվիրիր, մատուցվում է նա միշտ ու չի սպառվում երբեք, մորթվելով զոհարանի անթիվ սեղանների վրա անսպառ է նա միշտ, մնալով ամբողջ բոլորի մեջ և բովանդակ, յուրաքանչյուր մասում իր էությամբ երկնքում է նա և իսկությամբ երկրում, աննվազ մարդկությամբ և անթերի աստվածությամբ, որ փշրվելով բաշխվում է միշտ անհատնում մասերով, որպեսզի բոլորին հավաքի մի մարմնի մեջ, ինքը լինելով գլուխը, քեզ փառք նրա հետ Հայր ողորմության, հավիտյանս ամեն։ Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ, բան ԽԸ 48 Բարձրյալ, մեծազոր, անսկիզբ, անեղ, անպարփակելի, աչք աննիրհելի, ամենանկատ, ծնող, միածնիտ, անքնին փառքով, երկնավորների երկրայինների առաջ ճշմարտիր, ողորմությունդ մերժվածիս հանդեպ, վերնականների ճոխ պարերգությամբ տոնիր վերապրելը կորուսյալիս, մահացածիս նոր կենդանությունը բարեհռչակիր խոսքովդ օրհնաբեր, ի հայտ բեր կամքը քո բարեխնամ գովյալդ համայն արարածներից, բարձրացրու քո անունը անճառ, տալով թշվառիս նորոգ փրկություն,
կորցրու մուրհակը մեղսագործ անձիս ամբաստանության, սիրելի որդու տարյան կայլակով, ջնջիր Տեր մահվան վճիռն իմ հոգու, Հիսուսի տարյամբ նկարիր իմ մեջ վստահությունը բարի փրկության, բարեգտության հրաշքը ցույց տուր քո հարազատի հարսանքաճաշին, մի փակիր սրահն առագաստարան, կենացդ հարկի քեզ դիմողից դեմ, մի բաժանիր ինձ բազմականներից, մի զրկիր անճառ բարիքներից քո, մի պահիր օրհնյալ գանձարանիդ մեջ պարտքերն իմ նյութած անօրենության, ոչ էլ կնքիր քո բարյաց քսակում գարշությունը իմ զազրությունների, վերքը մեղքերիս մի ծածկիր երկար, մարմնումս ախտավոր, ցավերիս նեղվածքն ու փտությունը մի թող տնկակից ինձ մահամնա, ողորմությանդ խոսքով վերացրու ժանտություններն այս ապականարար, որպեսզի զտված հյուծող ախտերից առողջանալու համար պատրաստվեմ, խորը խոցերիս հնարիր զորեղ սպեղանիներ ով հայրգթության, օգնիր կարևեր կործանված անձիս, քանզի քոնն եմ ես ով հոգեսեր Տեր, եթե մինչև իսկ միանգամից բյուր հանցանքներ գործեմ, դարձյալ մեղավորը ես չեմ ճանաչվի, ապավինելով քո շնորհներին կենդանապարգև, ով բարերար իմ և կյանքի տվիչ, զի քեզ ճանաչելն արդարություն է արդեն կատարյալ, իսկ զորությունդ իմանալն արմատն է անմահության, ինչպես գրել է իմաստունը դեռ տիրելդ ասում է ամենքի վրա, քեզ խնայել է տալիս բոլորին, և դարձյալ մոտ է քեզ երբ կամենաս կարող ես գտնել, հուսատու աղերսն այս Սողոմոնի, ես օրինակ եմ առնում ինձ համար, քանզի ոչ մեկը բազմամեղությամբ ինձ զուգաշավիղ չեղավ նրա պես, երբեմն որդի, հետո ատելի, նախ խաղաղության միջնորդ ջատագով իր ժողովրդի, իսկ հետո բազում խռովության ու պառակտման պատճառ, նա որ երբեմն օրենք ներկենաց, հետո վերածվեց մահվան մուրհակի, ոտնահարելով երկնավոր Տիրոջ պաշտամունքը սուրբ և ընդունելով անունն օտարի, անշահ, պառակտիչ, անկարիք զրկող, անսովելի գող, շոյված տրտնջող, գրգված դրուժան, խրճաց հացանենգ, հանցապարտ պապանձ ու անպատասխան, շփացած լուտող, հայրատյաց զավակ, ավետարանի մատնիչ, Մովսեսի հանդեպ չարախոս, երախտամոռաց, գայթուն իմաստուն, մեղսոտ բազմագետ, զղջացած նկուն և ամոթապարտ, տարտամ ապաշավ, կռապաշտ մաղթող, հապաղ դարձիեկ անհայտ ընդունված, կեղակարծ քավված խրատ գալիքի, անստույգ փրկված անհավաստի գյուտ, մեծության թերմացք պատրական գել, կիսավարտ պրծած, կամա ինքնամաս, տմարդ հղբացած բազմավրեպ հանճար և նրա մասին իբրև ինքնադատ կորստականի, զանազան խոսք ու զրույցների մեջ արտահայտված է իրար հակընդդեմ երկու զգացում և ձաղանք և ողբ և մեծ պարսավանք և փոքր գովեստ, երգիծանք խառնված ափսոսանքի հետ, իր գրվածքներով ամեն հասակի բարգավաճության թելադիր է նա, իսկ իր խոտորմամբ միշտ պատճառել է բոլոր շուրթերին ողորմագին ու թախծալի թառանչ, զարմանում եմ ու վհատվում ապշած տարակուսանքով,
Քանզի եթե նա այնքան սայթաքեց, ապա ինչ պիտի պատահի ինձ հետ։ Ինչպես ընկավ բարձրացած, Բարձրացածն ինչպես ընկավ վայրապար, ամուր հաստատվածն ինչպես սասանվեց, ինչպես կործանվեց կանգնածն անող դողդ, ճանաչվածն ինչպես հանկարծ խորթացավ, ընտրյալ զավակը ինչպես մոլարվեց, մերձավորն ինչպես թողեց հեռացավ, ճաճանչափայլը ինչպես մթագնեց, ազատվածն ինչպես տրվեց պատանդի, ուսուցիչն ինչպես անօրինացավ, հռչակվածն ինչպես վայելչազրկվեց, ինչպես անարգվեց փառավորն հանկարծ, ինչպես փոքրացավ մեծատունը պերճ, բարեպաշտն ինչպես ամբարշտացավ, ընտրողը ինչպես ամբար հավաճեց, կատարելությունն ինչպես սնացավ, ինչպես խզեց ուխտն իր բարձրյալի հետ, ամաչում եմ ես ասել, մինչև իսկ դժոխապետի հետ մտերմացավ։ Ինչ գործ ուներ նա այդ կուռքերի հետ, որտեղից էր սերն այն պատկերների, ինչու համակվեց կեղծ պաշտամունքով, ինչպես չհիշեց գոնե Սամվելի հանդիմանանքը ուղղված Սավուղին։ Հմայությունը մեղք է ասում է, մարդակերպ կուռքը բերում է միայն ցավ ու նեղություն։ Ինչպես չհիշեց կշտամբանքն իր հոր, հեթանոսների կուռքերը բոլոր դևեր են անշունչ, ու նրանց նման կլինեն նաև պաշտողներն իրենց։ Դեռևս Մովսեսն է այդպիսիներին կանխապես ձաղել ու ամբաստանել սաստիկ ասելով, ծաղրում ու ամբաստանում, կանխապես ձաղել ու ամբաստանել սաստիկ ասելով, առաջնորդում էր նրանց տերը Լոկ, չկար նրանց հետ օտար մի աստված, որ հայրերն իրենց չէին ճանաչում, ուր է Փագովրի մահաբեր արձանն այլանդակատես, ուր Սիդոնացոց տգեղ ամպարկեշտ էգի ձուլածոն ամենանզով, ուր է կանացի կերպով զազրատես խայտառակությունն այն անգրելի, որին անձնատուր պիղծ պաշտամունքի մարգարեները անաստվածաբար և անասնական մոլագարության բոլոր նախտիր ձոն էին անում, հանուն չարության անժուժկալ դևի։ Կինը, որ որսած դեռ նախահորն ու մատնեց կորստյան, տարավ և սրա բարեբաստության երաշխիքը ողջ, փառամոլությունն հաղթեց գերապանծ իր իմաստության, գոռոզությունը գերեց լիովին, հեշտասիրությունն հիմարացրեց, իշխեց արծաթը ստրկացնող, կործանարարի զենքը վաղեմի հոգով սպանեց տոնելի մարդուն, և նրան Աստծո գրկից հանելով ստամբակի պիղծ ոտքի տակ նետեց, մեղքությունը ցոփ մեռցրեց նրան, պղերգությունը ընդարմացրեց, շվայտությունը արբեցրեց իսպառ, ով դյուրապատիվ մարմին երկրածին, ինչ ողբ ու կոծով ավաղեմ ես քեզ, քանզի հատուկ է հակասությունն այս ոչ միայն նրան, այլև շատերին, որոնք սխալվում և խոտորվում են ինքնակամորեն։ Այս օրինակով պետք է հասկանալ, որ ընդունայն է պարծենալն անմիտ, երկրավոր խելքով և իմաստությամբ, եթե Աստծո դատելով դրանք ընտիր չդիտվեն, ըստ այսմ եթե մեկը մինչև իսկ հիմար էլ լինի, բայց հույսը դնի Աստծո վրա, նա զերծ կմնա այն չարիքներից, որոնց Սողոմոնն այդպես ենթարկվեց։ Սողոմոնն ունի իր դարձի մասին հույժ քստմնելի ու ինքնապարսավ կշտամբանքներով հիշատակարան, որպես մի մարդ, որ ինքնասիրության աշխարհն համորեն մեռցրել է իր մեջ։ Եթե մեկն ուզի տեղեկություններ առնել այդ մասին,
ապա կգտնի ունայնություն քում, որ մատյաններում քահանաների կամ Սիլոնացի Աքիայի գրքում։ Սրա մեջ ողբով իր տառապալից կյանքի ընթացքն է պատկերում, այսպես անօգուտ ջանքն է պատկերում, այսպես անօգուտ ջանքեր, իզուր աշխատանք, հետամտումներ անմիտ, անհեթեթ, գործեր ապարդյուն, անշահ, արշավանք, միտումներ խոտոր, ոչնչության խենթ, հորձանապտույտ, նախատելի բերք, վարկածներ անճիշտ, սերմեր սնոտի անկայուն վաստակ, խոտելի տաժանք, ավազափուլ շենք, ինքնամարդ կռիվ իր հոգու դեմ դատ, զրաջան, քրտինք, վնասակար իղձ, ճանապարհներ ծուռ ու կորուստաբեր, կրթություն, ուսում, կործանարար ու մոլորապատիր, մշտասխալ ու թյուր տեսողություն, հայրատահայաց, աչքերի պչրանք, պոռնկակերտ տեսք, ախտաբորբոք նյութ, դժնատեսիլ գույն, բազմատխուր գեղ, թանձրակուտակ ծուխ, ցնդելի շոգի, ավարառության ենթակա վաճառք, քանդվող տաղավար, անտեղի գոչյուն, ծիծաղ անառիթ, արհամարհելի անձուկ ասպարեզ, ինքնավաճառ գիր, մահացու ընթացք, անաստված մտքեր, ճառեր, ստահոդ, վրդովիչ զրույց, դատարկ խծբծանք, անմիտ փնտրտուք, ցուցադրումներ ամոթանքների, խայտառակության բացահայտություն, գալիք անարգանք, ցավալի գործեր, անարգ պատմություն, հեղգության տիպար, ծածուկ, խորատ, որս խավարային, մահագուշակ վիհ, անհատակ անդունդ, վճռագործների ընկերակցություն, հիմար բարբաջանք, վայր դարանակալ դավադիրների, խարխուլ օթևան, խախտված շինություն, սասանված կամուրջ, փութանցիկ տեսիլ, խաբող շողոքորթ, տմարդի մատնիչ, ընդդեմ բարձրյալի հակառակություն, խոստովանական խոսքերի բոլոր մասերն այս որպես կանոնադրություն ամենքի սրտում, որոնք զղջումով դարձի են գալիս, ժողովողն ինքը նախասերմանեց, որ չպարծենա ոչ ոք մարդկանցից, և բաբասանքի նետերով զինված խոցոտի իրեն ու իր ընկերոջ, կռապաշտ է նա, ով ծածկված քողով ձևացնում է իրեն բարեպաշտ, բայց կատարում է Արարչի համար անախորժ գործեր, նա, որ ոչ այնքան մեղանչեց, որքան զղջաց դառնորեն, թող որ լիովին չպախարակվի, այլ հիշվի սիրով, իբրև հիմք նրանց հուսադրության, որոնք Տերունի ոտքին դիմեցին, և աստվածությամբ անբաժանելի, նա այցելության իջավ իր հոգով այնտեղ ճշմարտիի դավանողներին, կենագործելու, որի մասին և մեռածներ նահա կենդանիներիս ավետիս բերին, ես հանցապարտս, որ իմաստությունն իր տեղ չունենալով մասնակից եղա, սակայն մեղքերին նրա հետ մեկտեղ աղոթում եմ արդ ու բարեբանված մեծիդ պաղատում, լցրու տոգորիս քերթվածքն իմ համեստ, այն երջանիկի հանճարեղությամբ, թախանձանքներն իմ թող միահյուսվեն այն վսեմափառ արքայի թշվառ ու ողբահառաչ աղերսանքներին, խնդրանքներն այս անտես մի արա, ընդունիր իբրև բարձրյալիդ ընտրյալ վեհ արքայորդուց, որին միացնիդ օրինակեցիր, իդեմս որի արյունակցությամբ մեծիդ փառակցին մենք ճաշակեցինք, փրկիր ծառայիդ, ամենահնար զորեղ ահավոր, և անքավելի մեղքերի ջնջմամբ ավելացրու փառքն աստեղծողիդ, հիշելով բարի խրատները իր ներվածների հետ նորոգիր նրան, որն ամենահամ ախորժաճաշակ և բազմապաճույճ առակագրությամբ
իր մատյաններով լուսազարդ ու ճոխ աստվածությունդ միայն քարոզեց և ժողովրդին ցույց տվեց ով հայր խոստովանությամբ քեզ մոտենալու բարի ճանապարհ։ Սա վկայում է, որ նա հեռու չէր ողորմությունից։ Եթե ըղձեռանդ իր սրտում հանկարծ հուսահատություն կաթած չլիներ, որը և զղջման աճապարանքը քիչ կասեցրեց։ Հիշելով անճառ բարիքները քո, գթա սրտությամբ ողջունիր դարձյալ և երանությանդ արժանացրու դարերից ի վեր ամբաստանության, քարաձգությամբ բազմակոշկոճին, որն արցունքներով հորդ ու բազմաբուխ խրախճանական իր ապարանքի հատակն հեղեղեց, և դառնակսկիծ ապաշավներով ու ողորմագին հեծությամբ հոգու գերազանցեց հոր տառապանքներին, արտասուքներն այդ իր ներողությամբ քո երկայնամիտ խառնիր միացրու գթած միածնիտ արցունքների հետ, որին ընդունելով բնությունը մեր, կրեց նաև մեր վշտերը բոլոր։ Բարեբանությունը այն Սաղմոսի, որ թեպետ անդեպ անճշտորեն է նրան համարվում, վճռելով ի փառս Էակից որդուդ փրկիր և նրան բարեգթությամբ աղքատ ու տնանկ ժողովրդի հետ։ Պոետիկոս մի առատաշնորհ լիովին վարձք էր համարում իրեն Սողոմոնի հետ ու նրա համար իբրև կենդանու։ Զուգաձայնությամբ աղերսել առ քեզ, որն հաջորդ խոսքով կպարզաբանվի, քանի որ նրա ստեղծագործած Օստացի հոբի պատմությունը հենց զարմանահրաշ մարգարեաճառ ուր աստվածությունն է ջատագովում վկա է ինքնին, որը Սողոմոնը արժանացել է ողորմածության, ուրեմն ավելի անպարսավելի կլինի նրա համար աղոթել, քան չարախոսել։ Ուստի ես էլ եմ աղերսում ահա մեծ վստահությամբ, նրա պես ողբիս աղաղակները քեզ ընծայելով, եթե դատելով ըստ մեր գործերի կորցնես մեզ փառքդ չի խամրի բնավ, քանի որ արդար վարված կլինես, բայց եթե գտնես կբարձրանաս Տեր, որքան վայել է լոկ քո մեծության, զի դու ավելի ողորմությամբ ես օրհնաբանելի, քանդեսաստկությամբ նախահրաման։ Դարձի՛ր Տեր, դարձի՛ր քո խնամարկու քաղցր գթությամբ ու ամենառատ սիրուդ պարգևով մխիթարիր մեզ, որ համանման անբժշկելի վիշտ ու տագնապի տապով տոչորված տրտմել ենք հավետ, փրկարար ձեռքդ դնելով կրկին, նորոգիր, քավիր ու պատսպարիր խորտակումներից այս մեղսակործան, սկիզբդ միակ և անսկզբիտ հետի սկզբիտ ու սկզբնավորիդ սուրբ երրորդությանդ մեկ աստվածությամբ իշխանություն փառք հավիտյաններից հավիտյանս ամեն։ Եվ արդ անօրենությունները թող չտիրապետեն քո երկնային թագավորության կայսերականին պատկերին, դու լույս բոլորի Աստված, թող որ չկապտի գոռոզն ապստամբ, փչմանդ շնորհի, զարդը իմ կերպարանքից, որ դու ես ստեղծել, չթագավորի մահացու մարմնիս մեղքը, խափանված գրավելով ինձ իրենով, քեզնից բացի չունեմ ես Քրիստոս, իմ շնչին իշխող մի այլ թագավոր, որ անբռնադատ հնազանդեցնում ես ինձ քաղցր լծիդ, որ ջնջում ես իմ բազում մեղապարտ կրքերը, խոսքովդ ամենակարող, որ քո արյամբ ստացար ինձ և քո մարմնով կերակրեցիր, որ սահմանեցիր կյանքի ուխտ անդարձ,
անփոփոխելի, որ կնքելով ինձ քո հոգով, կցորդեցիր ինձ քեզ և տվիր հորդ, ժառանգավորապես, որ հիշատակով չարչարանքներիդ, զոհիդ անունով, համարձակություն տվիր աղոթել նույն բարերարին, ով դու բոլորի ստեղծիչ ու կյանք, դու ես բոլոր հոգիների Աստված, քո շնորհների պարգևատրումն այս, դու համարեցիր շատ ավելի մեծ, քան հրաշալի գործերը բոլոր, ոչ երկինքն իր զարդերով համակ և պայծառագեղ հրեշտակներով, ոչ երկիրն ու մարդկությունը և զարմանասքանչ գործերը նրանց, ոչ լայնատարած ծովն իր մեջ եղող արարածներով, ոչ անդունդները իրենց ողջ անբավ գոյավարներով, ոչ այնքան այս վեհ արարչությամբ էր, որ բարձրացար դու, որքան դեպի ինձ կարեկցանք ու գութ ցուցաբերելով, երբ մարգարեի բերանով ասացիր, ով քաղցր հույսի բարեշնորհ Տեր, ով կա ինձպես Աստված, որ կարող է միշտ ներել մեղքերը և ջնջել անօրենությունները, և ահա խնկված են խոսքերդ ողորմած, և խոստովանված են բարերարություններդ, փառավորված են խորհուրդներդ խորին, և երկրպագված շնորհներիդ առատությունը, արդար և ոչ ոք արարածներից նյութեղեն լեզվով կարող է մեկնել կթություններիդ մի մասնիկն անգամ, որ ցույց տվիր ինձ հորինող, զի ճշմարտապես մեծ է ավելի այն զորությունը, որ հնացածը նորոգում է դարձյալ իր առաջին պայծառությամբ, քան թե այն ուժը, որ ոչնչից է ստեղծագործում, զի չունես երբեք անկարողություն, զորավորդ դու ամեն ինչի մեջ, և քո մեկ խոսքը բավական է լոկ, որ հասնեն գործերն իրենց լրումին, լրիր ուրեմն փառավորվելու բարեգործ կրկին ստեղծելով ինձ, որ հույսս կտրել եմ փրկությունից, որ այս ճշմարիտ և հաստատակամ ուխտի համաձայն, մեծապես բարձրանա ձայնդ օրհնաբան և ավետաբեր, առավել հայտնի քավությանդ շնորհով և ողորմությանդ լույսով առինքնող, քան թե գործերով ստեղծողական, զի մեկով որպես արարիչ ես դու ճանաչվում միայն, իսկ մյուսով ոչ թե միայն արարիչ, այլև երախտավոր, ոչ միայն ստեղծող, այլ նաև քավիչ, ոչ միայն նորոգող, այլև բարերար, ոչ միայն հաստող, այլև ողորմած, ոչ միայն կազմող, այլև հնարավոր, ոչ միայն հորինող, այլև հես, համեստ, ոչ միայն նկարող, այլև ամենազոր, ոչ միայն առաջնորդ, այլև լույս, ոչ միայն խնամող, այլև նաև հովիվ, ոչ միայն դարմանող, այլև հոգածու, ոչ միայն ողջացնող, այլև նաև բժիշկ, ոչ միայն պաշտպան, այլև զորավար, ոչ միայն անհաղթ, այլև թագավոր, ոչ միայն արարիչ, այլև նաև քաղցր, ոչ միայն պարգևատու, այլև առատաձեռն, ոչ միայն համբերող, այլև նաև ներող, ոչ միայն չբարկացող, այլև աննոխակալ,
ոչ միայն կարեկից ու վշտակից, այլև ծածկագետ, ոչ միայն գթոտ և հոգատար, այլև ապավեն, ոչ միայն գերազանցապես գորովող, այլ նաև Աստված և քո անսպար բարիությամբ օրհնված ըստ ամենայնի, արդ ինչպես որ ստեղծեցիր ինձ, մինչ ոչ իսկեի և գոյացնողս հանդիսացար, այժմ էլ վերստին հարդարիր ահա հոգին մաղթողիս, նրա տաղավարն եղող մարմնիս հետ մաքրությամբ նախկին և ամենասուր անարատությամբ, ինչպես որ դեռ նոր աշխարհ է եկել, որ էլ ավելի աճեն, զարգանան և բազմապատկվեն, նորոգ ներկայիս անսահմանելի քո սքանչելյաց շնորհներն առատ, քան ստվերական հներն անցյալի, և երբ պատմելով թվեմ ես մեկ-մեկ մեղքերս բոլոր, հիշատակելով անտանելիներն, որքան որ մտքիս թևերը զորեն, անունովդ հզոր թող արդարանամ, և երբ ես ինքս պատմեմ բերանովս բծերն իմ հոգու, ներիր ամբարիշտ մեղքերը բազում խոստովանողիս, հզոր, ծածկատես, ամենափրկիչ, որ չլինի թե ավետումների ամենալրիվ առատության մեջ նախկին վիճակին կարոտեմ դարձյալ, երանի տալով մկրտության շնորհներով փրկվածներին, ըստ Սաղմոսի, և թող չլինի, որ ես մեղքերի փշերով արդեն սաստիկ խոցոտված, այժմ էլ վերստին քո ձեռքը մխվի մեջս առավել մեծ ուժգնությամբ, ծանրացնելով պառքերիս բեռը, քան պառքևների քաղցրությունը քո, այլ ազատիր ինձ, աղաչում եմ քեզ, Տեր ամենայնի, և փրկիր մահվան ու մեղքերիս խիստ օրենքներից քո Սուրբ Հոգով օրհնաբանված, քավ լիցի, եթե տկարանա նվազելով ճշմարտությանդ լույսն, ինչպես Գիրքն է ասում, զի այնտեղից, ուր քավություն է թագավորում, վտարված է մեղքը, և ուր կենդանի խոսքդ է խրախուսում, չկա հուսահատություն, և երբ շնորհներդ ավելանան, հանցանքներս կհալվեն, երբ մոտ է ձեռքդ աստվածային, չկա անհնարություն, այլ կա համորեն լուսավորություն, բովանդակապես զորություն և անպարտելի կարողություն, քոնն են փրկություն, կենդանություն, նորոգություն, ողորմություն, միանգամայն և քաղցրություն, արքայություն, աննեղծանություն և քեզ փառք հավիտյանս ամեն։ Ասեն Որն է։ Ծ բան ծաղկ Ծ կարնան պես մեր հոգ